ավելի է տարածվել։ Նախ ամենասկզբից եկեք հասկանանք, թե ինչ ասել է անպտղություն։ Սովորաբար մենք անպտղություն ենք անվանում այն ամուսնությունը, երբ առանց հակաբեղմնավորիչների օգտագործման զույգը մեկ տարվա ընթացքում ապրում է կանոնավոր սեռական կյանքով և մեկ տարին լրանալուց հետո հղիություն չի գրանցվում։ Նոր մենք ախտորոշում ենք անպտղություն։ Սա մի կողմից։ Մյուս կողմից, իհարկե, որովհետև շատ դեպքերում լինում են դեպքեր, երբ զույգը 4-5 ամիս հղիություն չգրանցելու դեպքում անհանգստանում են, ասելով, որ մեզ մոտ անպտղություն է, բայց այս դեպքում դա անպտղություն չէ, ուղղակի դեռ մեկ տարին չի լրացել և շատ դեպքերում ուղղակի հղիությունը ավելի ուշ է գրանցվում։ Ինչպես արդեն երևի նկատեցիք թերթիկներից, այնտեղ նշված է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների համաձայն այն երկիրը, որտեղ անպտղությունը գերազանցում է 15%-ը, լրջագույն աղետի առաջ է կանգնած։ Մեր կլինիկական հետազոտությունները վկայում են այն մասին, որ այսօր մեր կլինիկա դիմող յուրաքանչյուր երրորդ զույգ, ամուսնական զույգ, անպտղության խնդիր ունի։ Մեզ համար սա մտահոգիչ փաստ է և պարբերաբար ուսումնասիրելով պատճառները եկել ենք այն եզրակացության, որ կամ դիմում են շատ ավելի ուշ, քան պետք էր դիմել, կամ էլ դիմում են ժամանակի ընթացքում ոչ ճիշտ մասնագետների, իսկ մեր ազգային առանձնահատկություններից ելնելով նաև ոչ բժիշկների։ Զավեշտալի է, բայց պետք է նշել, որ շատ դեպքերում նույն անպտղության պարագայում դիմում են հեքիմների, վաղ չափողների, տարբեր տեսակի գուշակների, բայց ոչ բժիշկների։ Եվ սա իր հերթին ավելի է բարդացնում իրավիճակը, հատկապես ախտորոշման տեսակետից, որովհետև անպտղությունը դատավճիռ չի լինի այն դեպքում, երբ զույգը ժամանակին դիմի բժշկին, մենք էլ ճիշտ ժամանակին կատարենք ախտորոշումը և համապատասխան բուժումը։